Պողոս առաքյալն ասում է, երբ որ աղոթք եք անում, 2 հոգի, 3 հոգի, մեկը աղոթում է, մնացածը լսում են, միանում են։ Ես դա գրել էի, երբ որ նյութը ինձ ուղարկիր, շատ հետաքրքիր էր։ Ռոդ Փարսլին ծառայություն տվել է մի մարդ ծառայում է, իր օգնականից, ծերակույտից իր։ Աղոթում օրհնում է շերիֆին, շերիֆի է օրհնում։ Իսկ Ռոդ Փարսլին մոտենամ, ձեռքը մեղմ դնում ուսին և չի խանգարում, մեկ, երկրորդ, գլխին չի դնում ձեռքը, երկրորդ։ Ոչ մի պաշտոնյայի գլխին իրավունք չունի ոչ մեկ ձեռ դնի, եթե ինքը դա թույլ չի տվել։ Երբ որ բժիշկը վերցրեց իմ ձեռքը իր ճակատին կպցրեց, ես դա չի անի, որ ձեռքս ճակատին կպցնեմ։ Ներկա են Լավրան, ձեռքս բռնեց ճակատին դες, դա ուրիշ բան, բայց ձեռքը դրեք ուսի վրա կամ բռնեք իր ձեռքը։ 2-3 հոգի աղոթում են։ Մեկը աղոթք է վերցրել։ Երկրորդը իրանից բարձր է գոռում։ Երրորդը աղոթում է իր այդ զուգահեռ հայերեն։ Դա աղոթք չի, ասեմ, դա ղալմաղալ է։ Երբ որ ես աղոթում եմ լեզուներով, աղոթում եք իր այդ լեզուներով բոլորս, բայց երբ որ անցնում եմ մայրենի լեզվով սկսում աղոթել, բոլորը լսում են, որպեսզի կարողանան ասեն ամեն կամ միաբանվեն։ Ես անցնում եմ լեզուներ, սաղ լեզուներ են աղոթում, անցնում եմ հայերեն, սաղ սկսում են գոռալով հայերեն աղոթել, դա անկարգություն է։ Դա անկարգություն է։ Սովորեք ճիշտ աղոթել։ Սովորեք հասկանալ աղոթքը ինչ է։ Ասենք մենք խալմաղալ ու ժառիթ ենք անում, աղոթում ենք մեկի համար, բոլորս էլ աղոթում ենք 5 հոգի ենք աղոթում, լավ, 5 հոգի ենք աղոթում։ 5-ս էլ գոռում ենք, այս դևը չգիտի, որ կոմի վրա պատրվի։ Են մեկն ասում է դուրս արի, են մեկն ասում է վաբշե մեջը մտի, են մեկն ասում է գլուխը թող ծխվի, այս խեղճ դևը արդեն գժվել է ձեր ձեռը, չգիտի ինչ անի։ Մենք ասում եմ այդ կոմնորոշվեք, նոր ես հասկանում ինչ եմ անում։ Բոլորիս խոսքը մեկ պետք է լինի, մեկ խոսք։ Դա մեզ սովորացնում է առաջի Կորինթացիների 14-րդ գլուխը, որ մեկիկ աղոթեք։ Ես ուզում եմ այս մարդու համար աղոթեմ, օրհնեմ ես մեկը կողքից խանգարում, այն մեկը կողքից ուրիշ բան ասում։ Ոչ մեկ չի լսում, բոլորը գոռում են կամ ամեն, կամ չգիտեմ ինչ, կամ ինչ։ Միգուցե քեզ հայհոյում են, դու գոռում ես ամեն։ Լսեք ինչ են աղոթում, եւ լսեք իրար, մի խանգարեք իրար։ Հերթով աղոթեք, ասեք սկզբից դու, հետո դու բավոր հացի ժամանակն է գալիս, 7 ժամ նատացիա եմ կարդեմ, այդ հացը բորբոսն է սեղանի վրա, փառակալ էլ արդեն, այդ ճաշը արդեն բետոն է դարել, սառել է, վсё, էլ ուտելու չի, դու աղոթում եք, նյուժելի հավատք չունեք, այդ կամ ասելու, մեկը վերցնի աղոթ, կարճ ասի, Տեր, ես օրհնում եմ ես կերակուրը, շնորհակալ եմ, միթե դա հավատք չի, թե դուք աղոթքաժողով եք անում հաց ուտելու ժամանակ, աղոթքաժողովը հաց ուտելու ժամանակ հացը օրհնելը, մի աղոթեք, մի հատ տեղ եմ գնացել, սեղան են գցել, ինձ կանչել են հյուրասիրելու, ասին, ով պետք է աղոթի, դե ինձ չթողեցին աղոթենք, որովհետև դրանցից մեկը բեսամտ ուզում էր աղոթի, առավոտ աղոթքի չէր գնացել երևի, ծնկեցին սեղանի 4 կողքը, ժողովուրդ ջան, մի ժամ աղոթում են, ես ոչ ծնկել եմ, ոչ նստել, ես կանգնած իրանց եմ նա, հետո սեղանի տակից դուրս եկամ, մի ժամ հետո աղոթքաժողով բրծավ, հարրամալի այդ ուտելիք արդեն, մի աղոթեք այդքան երկար, իմաստը որն է, ուզում եք ցույց տաք, որ դուք հոգևոր եք, դա հոգևորություն չի, դա գիտություն է, դա անմտություն է, աղոթեք օրհնեք կոնկրետ եւ հավատացեք ինչ որ աղոթում եք, ես օրհնում եմ, սրբում եմ, մաքրում եմ Հիսուսի անունով, վերջ ժողովուրդ, ինչ կարիք կա, ես աղոթեմ ամբողջ մոլորակների համար, մոլորակների շքերթա, կամետ անգնեմ, Տեր ջան, հացը թողել աղոթում են կամետի համար, կամետ անգնեմ, ջանդամ անգնի,
Որոս մանգնի, երկրի վրա չի ընկնի։ Մի վախեցեք։ Մի երկարացեք ձեր աղոթքը, փարիսեցիների պես։ Մի կեղծավորվեք, դա հոգևորություն չէ, ելի եմ ասում, դա տգիտություն է, դա անզսպություն է, դա բթություն է։ Մի աղոթեք Աստվածաշնչի լրիվ համարներով։ Ծաննդոցից մինչև հայտնություն ժառի տանեմ։ Դա աղոթք չի, սիրելիներ, դուք չգիտեք դեռ ինչ աղոթքը ուրեմն։ Դուք չգիտեք ինչ աղոթքը, մի հատ Աստվածաշնչյան դպրոցը միշտ միածառայողի են տալիս աղոթի, հենց դա աղոթում էր, ես վատանում եմ ժողովուրդ։ Աղոթում այն, աղոթում այն, սենց կոնկրետ գլուխներով, կետերով, ծաննդոցից հասնում եմ, մինչև դատավորած արդեն ես վատանում եմ։ Ծուխ էր բարձրանում արդեն դահլիճից, չեն դիմանում աշակերտները։ Դուք պետք է աղոթեք հայտնության, ոչ թե Աստվածաշնչի տառերով ու լրիվ տառերով։ Աստվածաշնչի գրված լրիվ տառերով, հիշացներով Տիրոջը ամենա եղած եւ չեղած խոստմունքներով։ Մի աղոթեք տենց, դա աղոթք չի, աղոթքը հայտնություն է եւ մի հատ հայտնությամբ է պետք է աղոթել։ Հետ չեք լսել, որ ես աղոթում, հետ չեք լսել, ոնց աղոթում Հով Միխայելը։ Հետ չեք լսել, ասում արդիկ վերցնում մի խոսք, մի քար եւ բավական է Գողիաթին շրջելու համար։ Ինչ կարիք կա դուք լիքը քարեր եք լցրել ձեր ջեբը։ Գրպանները։ Սա փուստ։ Դրամա փուստ եք խփում։ Աղոթեք մի խոսքով, կոնկրետ մի խոսքով։ Մի ընդարձակվեք, մեկը Աստծուն չեք փշակաղի ձեր իմացությամբ, Աստվածաշնչյան։ Հետ են ես մի հատ տեղ ասեմ տեր, որ դու դա չգիտես։ Շատերի մոտ է ձև աբսուրդ կա, որ ինքը այդ տեղը գիտի ու Տիրոջը կարա սովորացնի։ Տիրոջը պետք չի սովորի այդ խոսքերը, դա իր խոսքերն է։ Քեզ է պետք հասկանաս, որ Աստվածը որ կամենում է ձեր մեջ ներգործի կամենալը եւ անելը իր կամքի համաձայն։ Ես ակամ ժամով աղոթեմ։ Մի բար, մի խոսք, մի հայտնություն, մի խոսք ասա, հերիք հատեր, մի բար, մի հատ հայտնություն։ Շոր բանն են չի ձեր կյանքում, երբ որ դուք չեք լսում ուրիշներին ինչ են աղոթում։ Հետո դուք աղոթում եք ամենաթունդ աղոթքներով, ուզելով, որ 7 անգամ ուզում եք վերջացնեք այդ աղոթքը, որ այդ անդերը չի վերջանում, հնար չկա։ 7 անգամ ուզում այս սամալյոտն իշնելի չի իշնը, ուզում իշնելի չի իշնը։ Պատկերացնում եք են չի նման այդ աղոթքը, ինքնաթիռ, որ բարձացել է օդ, հասել է տեղ, արդեն պետք է իշնի, իրան թույլատրություն տվել են, ինքը չի իշնում, ինքը հավես է, մի հատ կարուգան, մի հատ է կարուգան եմ, հազիվ իմ ձերն անգի աղոթքը ռուլ, մի անգամ է կարուգան եմ, Ձեզ մյուս անգամ աղոթք չեն տա։ Երբ որ դուք 7 անգամ աղոթում եք, վերջացնում եք, բայց չեք կանիշնեք։ Եթե չգիտեք ինչի մասին եմ խոսում։ Խոսում եմ քարոզչական որոշ արվեստի մասին այս ուղղությամբ։ Աղոթքդ վերջացրա։ Սկսել ես։ Այս ձև սկսել ես։ Ուրեմն ինքը պետք է տրամաբանական ավարտ ունենա։ Ոչ, վայ, սպասես, դեր մի րոպե չգնաս, մի հատ է բան ասեմ։ Մի հատն է, սպաս, սաղ գնացել են, ինքն աման ասել, Տիրոջ համոզում արուզ, մի կռուգն է պտտվի։ Դա չի աղոթք չի դա։ Դա անհասկանալի բան է, որ ուզում է իշնի չի կամ, ուզում է իշնի չի կամ։ Եվ վերջ, աղոթեցի և վերջացրեցի, աղոթք ունի սկիզբ և ավարտ, աղոթք ունի տրամաբանական սկիզբ և ավարտ, աղոթքի ավարտված ցիկլը դա պատասխանն է։ Ես աղոթքի պատասխանն եմ ստանում աղոթքի ժամանակ եւ ավարտ եմ ստանում եւ ասում տոճկա վերջ ում եք ուզում բան սովորացնեք ցույց տա կապացուցեք ես էլի եմ ասում մի հատ է քշեմ էլի մի կռուգ է քշեմ էլի հեծանի վա ինչա մի կռուգ է պեդալ անեմ էլի լավ էլի մի հատ է ինչքան է պետք մեծանան քանի տարի է դեռ պետք եկեղեցի մտնենք հավատացյալ լինենք Եթե հոգնել եք, ասեք ամեն, ես տեղ կանգ առնեմ, որովհետև մի կետ էլ ունեմ, բայց ստիպված եմ տեղ կանգնեմ,
Նեն չի որ բան ունեմ գրած, պետք է այդեմ բան անեմ, բրթեմ, զրթեմ կամ խցկեմ գնա։ Մի արեք այդ ձև։ Աղբերներ, քույրեր, դուք ստե քարոզենք մի արեք տենց բան։ Դեռ շատ բան ունեմ ասել, մարդիկ չեն կամ տանեն։ Հերիք այս կամը, այս երկու կետը հերիք է։ Կիրակի կհասնեմ հայրերին դեռ։ Կխոսանք հավատքի մասին։ Դետալ առ դետալ մենք կկիսենք։ Եբրայեցիների 11:1-ը։ Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունն է եւ չեղված բաների ապացույցը, որը դու պետք է հայտնություն ունենաս այդ խոսքից։ Ես քնել եմ այս խոսքով երեք։ Ես քնել եմ այս խոսքով առաջի օրը։ Ասելով հավատքն էլ հուսացած բաների հաստատությունն է, չերևացած բաների ապացույցը։ Սա ուժեղ խոսք է։ Սա հավատքի հիմքն է։ Սա հավատքի մեխանիզմն է։ Մյուս թեման հայրերի մասին կաշխատենք մյուս կիրակի լրացնենք։ Չեք նեղանում, չէ՞ որ ասեմ ոնց է պետք աղոթեք, ինչ է պետք։ Դու մի սովորցրա մեզ թե մենք ոնց պետք աղոթենք, մենք ոնց գիտենք թենց էլ աղոթենք։ Ավետարանականներից դա եմ սովորել։ Որ բոլորը աղոթում էին, բոլորը լսում էին, բոլորը ասում էին ամեն։ Տեղ-տեղ լավ է, որ շատերը Սուրբ Հոգով մկրտված չեն։ Այդ ձև եղբայրներ, քույրեր, կարող են լսել։ Դու ինչ ես աղոթում։ Բացեք ձեր բերանը ու սկսեք աղոթել։ Բացեք ձեր բերանը ու սկսեք խոսալ, դա շատ հեշտ է, ընդունեք Սուրբ Հոգին։ Այսօր Պենտեկոստ է։ Այսօր Պենտեկոստ է։ Սուրբ Հոգին 2000 տարի առաջ եկավ այս օրը։ Եվ աշակերտները միաբան մեկտեղ էին, իր այդ բոլոր աղոթում են։ 120 հոգին բոլորն էլ աղոթում են։ Միշտ իմ մոտ հարց էր 120 հոգի տղամարդ որ աղոթի կամ ժողովուրդ ինչ կլինի բոլորը միամուր ջերմ կարակոտ աղոթում են։ Ես վստահ եմ որ քաղաքը իր ռայոններով որ այդ կռիվ կգար։ Բայց դա Իսրայելն է, Իսրայելում չկա այդ ձև բան։ Այնտեղ բոլոր կրոնները ազատ են աղոթելու, աղաղակելու Տիրոջը։ Ասա ես հյուրասեր մարդ եմ։ Եթե ժլատ եմ, ինձ փոխի Տեր։ Իմ ժլատությունը փոխի։ Ես ուզում եմ լինել պատվո մարդ։ Ուզում եմ լինել պատվո անոթ։ Որովհետև Աստծո խոսքը ասում է ժողովուրդ, Աստծո տան մեջ կա անոթներ շատ տեսակի, պատվի համար եւ անարգանքի համար։ Եթե մեկը իր անձը մաքրի անարգ բաներից, նա պատվական անոթ է դառնալու։ Հիսուս Քրիստոսի անունով մենք օրհնում ենք քո սուրբ անունը։ Մենք շնորհակալ ենք այսօրվա համար։ Լվա մեզ, սրբի մեզ, մաքրի մեզ քո սուրբ արյունով։ Ջնջի բոլոր մեղքերը, բոլոր հանցանքները։ Մեզ տար նոր մակարդակ, մեզ սովորացրա, մեզ լուսավորի, մեզ փոխի։ Տուր քո իմացությունները, տուր քո գիտությունը, տուր քո սիրտը, քո խորհուրդները մեզ։ Որպեսզի քո ճանապարհներով գնանք Տեր, եւ մենք գրված է որ չենք մոլորվի։ Մենք չենք մոլորվի, անգամ եթե տգետ կլինի ինչ որ մեկը, չի մոլորվի, կապավինի քեզ, կսիրի քեզ։ Խոսացեք Հիսուսի հետ, խոսացեք Տիրոջ հետ։ Ովքեր որ ուզում են նորից ու նորից ընծային իրանց սիրտը, ասեք Հիսուս, մտիր իմ սիրտը, ամբողջությամբ ապրիր այնտեղ, իմ կյանքը ապրիր ինքդ։ Հիսուսի անունով եմ խնդրում, փառքը պատիվը քոնն է Տեր, ողջ փառքը պատիվը քոնն է, հալելույա, եւ բոլորն ասեն ամեն։